Պարոն Պետրոսյան, Ադրբեջանի տարածքով նախցորենի հետո նավթամթերքի մատակարարումը Հայաստան, ավելի ճիշտ Ադրբեջանից նավթամթերքի արտահանումը Հայաստանը ձեզ այդպիսով շարունակական բնույթ կկրի առևտրաշրջանառությունը, թե սա բարի կամքի դրսևորում է Հայաստանից որոշակի ակնկալիքներով։ Շնորհակալ եմ հնարավորության համար, այնուամենայնիվ իմ կարծիքով տնտեսական որոշակի ակտիվություն շարունակվի, հաշվի առնելով Ադրբեջանի դերակատարում դիրքորոշումը, եւ դա կարելի է ընդունել պայմանավորել երկու համատեքստում էլ երկու իրողությունների, նշեցիք բարի կամքի դրսևորում, թե ինչ-որ շարունակական գործընթաց, կարծում եմ երկուսն կլինեն, ասել ինչու, նախ առաջին այնուամենայնիվ այնպես չէ, որ Ադրբեջանը օգուտ եւ շահ չունի այս գործընթացից, բնականաբար տնտեսական որոշակի մեխանիզմների գործարկման պայմաններում են այս վերջին տեղաշարժի արձանագրում, այսինքն բնականաբար այդ նույն բենզինի վաճառքից Ադրբեջանը ևս ունի օգուտ, այդ նույն տարածումից Ադրբեջանը ևս ունի օգուտ եւ կարծում անգամ գուցե եւ այս տարածքական ապրանքների շրջանակն ընդլայնվի եւ իհարկե նաեւ հնարավոր որ տնտեսական այս աշխուժությունը ևս շարունակական լինի եւ զուգահեռաբար սա բնականաբար կամա-թե-ակամա ազդել է նաեւ Հայաստանի հետ կարգավորման գործընթացի վրա եւ նաեւ Ադրբեջանի ակնկալիքների վրա, իսկ այդ ակնկալիքները հիմնականում կարծում եմ թրիպ նախագծի շուրջ իրականացող բանավարությունների ուղղությամբ են, այսինքն դրանով Ադրբեջանը ցանկանում է մի կողմից մաքսիմալ արագացնել գործընթացը, մյուս կողմից այդ կարգավորումների փոխհամաձայնեցման գործընթացում իր համար մաքսիմում այսպես շահեկան որոշումների հասնել, ազդելով թե Հայաստանի վրա, թե Միացյալ Նահանգների դիրքորոշման վրա եւ թե ընդհանուր առմամբ այդ միջավայրի վրա։ Իսկ նախընտրական ֆոնին մենք կտեսնենք պասիվություն Ադրբեջանի կողմից օրինակ սահմանադրության փոփոխության պահանջով, թե որոշակի լռություն կլինի։ Չեմ կարող ասել պայմանավորված թե ադրբեջանական կողմը այդ բանին ինչպիսի ակնկալիքներ կունենա, որտեղ եթե դիցուկ օրինակ դիտարկում ենք ադրբեջանական մամուլի մշտադիտարկման արդյունքները, բնականաբար դրանց արդյունքում Ադրբեջանի համար շատ ավելի բարձր ընդունելի է, որպեսզի Հայաստանում գործող իշխանությունը վերընտրվի եւ դարձել իշխող քաղաքական ուժի գլխավոր ձեռագրի կառավարություն, որտեղ այս գործընթացը այն ինչ տեղի ունեցել Ադրբեջանի Հայաստանի միջև միանշանակ խախտում է Ադրբեջանի շահերը, սա դրանց քաղաքական գնահատականները դնելով մի կողմ։ Բայց պետք է հասկանալ, որ ընդհանուր գործընթացներ, տարբեր զուգահեռ գործընթացներ, որտեղ Ադրբեջանը եւ փորձում է աջակցել Հայաստանի կառավարությանը եւ նպաստելով նաեւ կարգավորման գործընթացի շրջանական դրական միջավայրի ձևավորմանը, բայց միևնույն ժամանակ կարծում որ կարող են օգտագործել նաեւ որոշ լծակներ նույն Հայաստան իշխանությունների վրա ճնշում գործադրելու առումով։ Այնպես որ պայմանավորված ընդհանուր տարածաշրջանային իրավիճակից եւ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացի միտումներից ուրեմն մեծ հաշվով Ադրբեջանի դիրքորոշումներ կարող է եւ նաեւ գործողություններ կարող են որոշակի կերպափոխումներ ստանալ, բայց այսպես ասեմ, այնպես չէ որ Ադրբեջանը իր պահանջներով կարողանալ է մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա, որտեղ նույն սահմանության փոփոխության կամ ասենք չգիտեմ արևմտյան Ադրբեջանի խոսույթի անընդհատ շարունակականությունը, Զանգեզուրի միջանցքի խոսույթի շարունակականությունը եւ այլն, դրանք ռազմավարական առումով չեն բխում
Ադրբեջանի շահերից, եթե ընդունենք այն կանխավարկածը, որ Ադրբեջանի համար ավելի ձեռնտու է աշխատել Հայաստանում իշխող քաղաքական ուժի հետ։ Այնպես որ կարծում եմ Ադրբեջանում են շատ լավ հասկանում են, ընդ որում ես մտածում եմ անգամ Ադրբեջանում վերագնահատվել է տարածաշրջանում իրավիճակը եւ Ադրբեջանը ունի իր արտաքին քաղաքականության համար բովանդակային նոր ուղերձեր, նոր առաջնահերթություններ եւ այդ առաջնահերթությունների շարքում Հայաստանի հետ կոնֆլիկտային այդ հարաբերությունները շարունակել են մնալու չէ։ Ադրբեջանը շատ ավելի մեծ ամբիցիոզ պլաններ է դրել իր առջև, կարծում եմ այս բանը գնում է նրանց հետևից։ Մի կարևոր դրդություն է նշում, մենք տեսնենք, որ այնուամենայնիվ Ռուսաստանի եւ Ադրբեջանը շարունակում են որոշակի լարվածությունը, Ալիևի Սանկտ Պետերբուրգ մեկնելու դրա վկայությունն է, եւ ընդհանրում քարոզչական դաշտում երկու երկրների, այսպես քարոզչական տեղեկատվական դաշտերում են, փորձագիտական դաշտերում են նկատվում են այդ փոխհրաձգությունները։ Սա շատ կարևոր հանգամանք է, կա որոշակի կայունություն Իրանի հետ, այսպես հարաբերություններում եւ կարծում եմ, որ այս բանին իր հարևանությամբ Ադրբեջանը պետք է որոշակի կայունություն, որտեղ պետք է շատ ավելի մեծ ամբիցիաներ են դրված, այսպես ասել, Ադրբեջանն այս բանի իր համար խնդիր է դրել դառնալու Միացյալ Նահանգների ամենակարևոր գործընկերը այս տարածաշրջանում։ Իսկ դրա համար իրեն պետք է հարևանությամբ կայունություն, Հայաստանի դրական օրակարգ, ոչ շատ խնդրահարույց հարաբերություններ հարևանների հետ, որպեսզի հատկապես տնտեսական վերահսկությամբ, ռազմավարական նշանակությամբ կարողանա Միացյալ Նահանգների ուշադրությունը գրավել եւ հասնել իր դրած այդ նպատակին։ Որ ժամանակ առաջ փոխադարձ մեղադրանքներ կար, ավելի շատ Ադրբեջանից Վրաստանի հասցեին մեղադրանքներ կար, որ փորձում է նավթամթերքի տարանցման համար բարձր գներ սահմանել, Վրաստանից արձագանքեցին սրան եւ նավթամթերքը պիլոտային առաջին անգամ եկավ անվճար, ըստ ձեզ Վրաստանը ինչ մտավախություններ ունի։ Վրաստանի մտավախություններն ակնհայտ են։ Վրաստանը շատ մեծ անհանգստություն ունի պայմանավորվածության հանգամանքով, որ արևմուտքի հետ հարաբերությունների բարդացման ֆոնին եւ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում ինքը կորցնելու է մի շատ կարևոր ռազմավարական հարաբերություններ։ Դա առաջինը այդ տարածիկ գործառույթն է, որը տասնամյակներ շարունակ Վրաստանը իրականացրել է Ադրբեջանից դեպի Թուրքիա կամ Կասպիան դեպի Սևծով եւ ապա Եվրոպա տարածքն ապահովելու համար։ Սա առաջին, երկրորդը այս տարածաշրջանում արևելքի ամենակարևոր գործընկերների հանգամանք։ Այսինքն սրանով պայմանավորված բնականաբար վրացական կողմը որքան էլ ցկտում է ցույց չտալ, բայց ակնհայտ է, որ որոշակի անհանգստություն կա, հատկապես պայմանավորված թրիփ նախագծի շուրջ ընթացող զարգացումները։ Ակնհայտ է թրիփ, որ եթե թրիփը գործարկվի այն ողջ ծավալով եւ այն ողջ բովանդակությամբ, որի հետ կապված եղել են նախնական պայմանավորվածությունները, ապա միանշանակ այստեղ ոչ թե թրիփն է դառնալու այլ ընտրանքային ճանապարհ, նույն նշածը ուղղություններով Կասպիից դեպի Սևծով, դեպի Եվրոպա, Ադրբեջանից դեպի Թուրքիա, Կենտրոնական Ասիայից դեպի Թուրքիա եւ Եվրոպա ուղղություններով, այդ թրիփը դառնալու է հիմնական ուրեմն կապուղի, իսկ Վրաստանի տարածքը դառնալու է այլ ընտրանքային ճանապարհ։ Այս սրանից է մեծապես նաեւ զուշանում եւ անհանգստանում Վրաստանը եւ դրանով պայմանավորված կարծես թե փորձում է որոշակի քայլերով կամ այդ քայլերի բացակայությամբ առնվազն չնպաստել, եթե նշենք, չնպաստել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը։ Իհարկե, ես շատ չեմ ուզում առնել քարոզչական
տարբեր աշխարհում Վրաստանի ներսում որոշ իրողություններ ներքաղաքական լարվածությունների համար շատ չեմ ուզում հանրել քաղաքական առանձին տարբերակներ մեջ դիցուկ օրինակ այն որ Վրաստանի գործող իշխանությունները այս հարցում գործակցում Ռուսաստանի հետ կամ փորձում են կամ խաղում են միևնույն կողմում ինչպես Ռուսաստանը որովհետև մեծ հաշվով եթե նույն տեսեք այդ վարելիքի տարածման հետ կապված այնպեսի գներ են առաջարկում Վրաստանի կողմից, որը մեծ հաշվով այլընտրանք չի, այսինքն ավելի նախընտրելի այլընտրանք չի դառնում հայ տնտեսվարողների եւ հայ սպառողների, բնականon չէ, որ հայ տնտեսվարողները հայաստանցի տնտեսվարողները չեն փորձել դիվերսիֆիկացնել նույն բենզինի նավթի ներկրումները Ադրբեջանի հաշվի առնելով մանավանդ այս գայուն վերաբերմունքը, որ դեռևս կա հայ հասարակության շրջանում, դեռևս նավթամթերք Հայաստան չհասած, բենզինը այստեղ չհասած, արդեն սոցիալական ցանցերում այդ գնելու բոյկոտեր իրականացում այն դեպքում, որ կարծես նկատվում է շոշափելի գնային տարբերություն։ Հիմա եթե որևէ էական գնային տարբերություն չի լինելու, ինչի պետք է հայ տնտեսվարողները Ադրբեջանից բերեն բենզինը եւ դրանով իսկ ընդհանրապես նաեւ վնասեն իրենց իմիջին եւ նաեւ իրենց գործն հաճախորդ, այսինքն սանտրամաբանական։ Այնպես որ կարծում եմ, որ Վրաստանի կողմից այնուամենայնիվ կա նման տրամադրվածություն, հնարավորինս ձգձգել այս կարգավորման կամ չնպաստել, այսպես նշել, կարգավորման գործընթացին, սպասելով այնուամենայնիվ գլոբալ իրավիճակի ավելի կայունացման, այսինքն ուկրաինական պատերազմի համակարգին եւ իհարկե դրանով պայմանավորված արդեն Ռուսաստանի հետագա գործողություններին, որի ավելի ակտիվ ներգրավվածությունը մեր տարածաշրջանի ընթացող պրոցեսների բնականաբար խոչընդոտելի է թե Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը եւ հատկապես ինչպես արդեն նշեցի թրի նախագծի իրականացումը։ Ասես Մարգարեի անցակետը եթե բացվի, ինչ ֆորմատով կբացվի, անընդհատ խոսվում է դրանից, կարող փայլներ հայտարարել, Բլումբերգներ այդ մասին գրել ու նաև գուցե Թուրքիան հավասարազոր քայլանի եւ Գյումրի-Կարս երկաթգիծը վերաբացվի։ Ես տնակ Թուրքիայի կարգավորման գործընթացում չէի շտաբի շատ լավատեսական կանխատեսումներ անել։ Իբրև Թուրքիան փոքր պետություն չէ, Թուրքիան բավականաչափ մեծ եւ տարածաշրջանային մակարդակով լուրջ պետություն է եւ չեմ կարծում, որ Թուրքիան շատ դիրքորոշումներ է փոխել, որ կանեն որ կան պրոցեսներ, որոնք այնուամենայնիվ չեն բխում Թուրքիայի շահից։ Դիցուկ օրինակ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացի ձգձգում, որտեղ իմ գնահատման կողմն է իմ մասնագիտական վերլուծությունները Թուրքիան այս պահին ձգտում է օգտվել ստեղծված իրավիճակից, որ բացել սահմաններ եւ կարգել հարաբերությունները, բայց քանի որ նախապես որպես Հայաստանի հետ կարգավորման նախապայմաններ նշել Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը, հիմա թուրքական կողմը ինքը հայտնվել է ծուղակում, իր իսկ լարած ծուղակում, բայց միևնույն ժամանակ շատ լավ հասկանալով, որ եւ նաեւ Ադրբեջանի մանևրի հնարավորություններ ունենալով Ադրբեջանի այդ պահանջներից, որպեսզի դեռևս շտապի եւ ձգձգի Հայաստանի հետ կարգավորումը, զուգահեռաբար Ադրբեջանի կողմից արված քայլերը հաշվի առնելով Թուրքիայի համար ինքը ստեղծում է հենց մանևրի հնարավորություն։ Այնպես որ չեմ կարող ասել, որ կանխատեսել, որ բովանդական շատ լուրջ քայլեր, կարևոր քայլեր կարելի է կանխատեսել թուրքական կողմից, բայց առնվազն սահմանը դիվանագիտական անձնագիտացող անձանց համար բացել իրատեսականը չի բացառում նաև երրորդ երկրների քաղաքացիների համար։
Այսինքն կարծում եմ մասնակի սահմանակետը կարող է գործել մարգարեության այդ սահմանային հատվածը կարող է աշխատել, բայց կրկնում մասնակի, բայց միևնույն ժամանակ կարծում եմ Թուրքիան արագ դեպքում նախապատրաստ դառնի է ամբողջական սահմանի բացմանը եւ զուգահեռաբար իր քայլերով ավելի խրախուսելու է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին եւ նաեւ ինչու՞ իր ուղերձներով Ադրբեջանը նորել է շատ ավելի արագ քայլերի, որպեսզի ինքը պահպանի սկզբունքայնությունը, այսինքն այնպիսի քայլ չի իրականացնել, որ հաստի Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների վրա, բայց միևնույն ժամանակ փորձել է թույլ տալ, որպեսզի Ադրբեջանը իր նեղ շահերի նպատակով ոչնդոտի Թուրքիայում շատ ավելի կարևոր ռազմավարական ուրեմն նշանակության ակնկալիքների իրացմանը, որտեղ այս պահին Թուրքիայի համար պատմական կարևոր հնարավորություն է ամբողջ Հարավային Կովկասում մեծացնել իր ազդեցությունը, որտեղ Ադրբեջանում կա թուրքական ահռելի ներկայություն, թե քաղաքական, թե տնտեսական, ինչու ոչ ռազմական անվտանգային Վրաստանում ևս այդ ներկայությունը կա հատկապես քաղաքական եւ տնտեսական մակարդակում Եվ հիմա ինչն է խոչընդոտում Թուրքիայի, որպեսզի ամբողջ Հարավային Կովկասում այդ ազդեցությունը միանշանակ մեկ բան Հայաստանի դրամիցնի կարգավորումը։ Իսկ քանի դեռ այս կարգավորումը չկա, քանի դեռ Թուրքիան Հայաստանում ևս չունի ազդեցություն, դա մեծ դաշտ է, որից կարող օգտվել տարբեր դերակատարներ Թուրքիայի մրցակիցներ, ինչպես տարածաշրջանը, այսինքն տարածաշրջանի տեսանկյունից որևէ կասկած չկա, որ Թուրքիայի շահերից է խոհարակ կարգավորումը, բայց կրկնում Թուրքիան գտնում է իր իսկ ծուղակում եւ այս բանին անընդհատ խրախուսել է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը, անընդհատ շարունակական մեսեջներ, ուղերձներ, որոնք հաղորդում են տարածաշրջանին Թուրքիայի ցույց տալիս Թուրքիայի արտաքույց չարդարվածությունը։ Տեսեք, հաճախ օրինակ տարբեր վերլուծական շրջանակների կողմից նշվում է, որ այս հարցը Հայաստանի հետ կարգավորումը Թուրքիայի համար աննշան կարևորության հարց է, այսինքն նվազեցվում է այս գործընթացի կարևորությունը, Թուրքիան նշում է Թուրքիայի բազմաթիվ այլ խնդիրներ, այլ առաջնահերթություններ, իհարկե աներկել է, որ Թուրքիան շատ ավելի կարևոր հարց է, բայց եթե այս տեսանկյունից նայում ենք, ինչով է պայմանավորված, օրինակ թուրքական տարբեր պաշտոնական շրջանակներն են բավականաչափ բարձր մակարդակի, շատ արագ, շատ, այսպես ասենք, անընդհատ պարբերականությամբ, հաճախակի պարբերականությամբ անդրադառնում են Հայաստանի հետ կարգավորման գործընթացին։ Այսինքն սա նշանակում է, որ Թուրքիան ևս շարունակված է եւ շտապում է գործընթացը առաջվային, բայց կրկնում եմ, քայլերի առումով տեսեք նույն Էրդողանը ամենավերջին հայտարարությունը խորհրդանշական քայլեր։ Այդ սա նշանակում է, որ ակնկալել այս բովանդակային կարևոր քայլեր այս բանի դատեսական չէ։ Բայց մասնակի սահմանի բացում նախորդին նաև հայտարարեց, որ թուրքական արարողներն է սկսելու մարտից արդեն ամենօրյա արտադրիչներ իրականացնելու։ Սա միանշանակ սրա նպատակը խրախուսելն է Հայաստան-Թուրքիա հատկապես առևտրային տնտեսական կապերի զբոսաշրջության խթանմանը եւ այնպիսի միջավայրի ձևավորմանը, որ կարգավորման գործընթացից հետո շատ արագ Թուրքիայի համար ստեղծվեն մեծ հնարավորություններ Հայաստանում իր տնտեսական ներկայությունը ընդլայնելու համար։ Կարող ենք ենթադրել, որ Թուրքիան նաև հնարավորություն կտա իր տարածքով Հայաստանին դուրս գալ Եվրոպա։ Ցամաքային, երկաթգծային։ Տեսեք, երկաթուղային կապի մասին այս բանին վաղ է խոսել, որտեղ երկու երկրների փորձագիտական խմբերը արդեն մի քանի հանդիպում են ունեցել այդ երկաթուղային ցանցը գնահատելու ուղղությամբ, մենք գիտենք, որ Հայաստանի տարածքում կան աշխատանքներ անելու, Թուրքիայի մասով չեմ կարող ասել ինչպես վիճակ է, բայց Հայաստանի մասով կոնեն եւ նաեւ
վարչապետներ Ռուսաստանի նախագահի հետ վերջին հանդիպման ընթացքում բարձրացած այդ խնդիրը, այսինքն կարգընկալել, որ Հարավկովկասյան երկաթուղիները փորձեն թե Հայաստան-Թուրքիա սահմանին եւ թե Հայաստան-Նախիջևան-Հայաստան-Ադրբեջան սահմանին երկաթգծի այսինքն կարգընկալել Ռուսաստան-Հարավկովկասյան երկաթուղիները նորից արագ աշխատանքներ իրականացնել նախապատրաստային երկաթգծը։ Հիմա ես լիք դժվարն ասել, որքան ռուսական կողմը շարունակել հասկանալի արագ գործընթացն արարել եւ նպաստել, եթե մենցաշու Ռուսաստանի շարժիցին չի գործում, այս կարգավորման գործընթացը։ Բայց Հայաստանի կողմից այս պահանջները արդեն դրվել են։ Այսինքն երկաթգծի կամ երկաթուղային կապի ապահովման ուղղությամբ իմ կարծիքով այս բանը ունեն խնդիր եւ վաղը առաջացնել։ Բայց այ ավտոմոբիլային բեռնափոխադրումների մակարդակում չի կարելի բացառել, որտեղ եթե անոնիմ սահմանակետը բացվի, մարկը անմիջան սահմանային անցումը բացվում, չի բացառում, որ այստեղից հնարավորություն լինի, որպեսզի հայկական բեռնատարները դեպի Եվրոպա արտահանումները, նաև ոչ դեպի Թուրքիա արտահանումները իրականացնեն Թուրքիայում, բայց կրկնում սա էլ արագ լուծվող պրոցես չէ, այսինքն սրա հնարավորությունն է Թուրքիան փորձել է ինչ-որ կերպ պատճառել Հայաստանին։ Բայց այնպես չէ կրկնում, որ այսպես ասեմ, սա միակողման պրոցես է, ոչ, որովհետև Թուրքիան ինքն էլ որոշակի տնտեսական օգուտներ ունենալու է, որտեղ նույն տարանցումը, որ իրականացում է Վրաստանի տարածքում, այդ տարածման գումարը գնալու է Թուրքիայի բյուջեն, եւ plus դրան նույն Թուրքիայից Հայաստան եկող բեռները, որոնք են հասնում են Վրաստանով, էլի թուրքական արտահանող երեսպաստացի գումարները վճարում Վրաստանին, այն դեպքում, որ կարող են հուսափել այդ վճարումներից եւ շատ ավելի կարճ, շատ ավելի մատչելի եւ արագ ճանապարհով արձանագրել տնտեսական օգուտ։ Այս կանոչ թակուց